Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դեպի արևմուտք Միացյալ Նահանգներ Եվրամիություն գնալ, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ձեռքը բռնել։ Վերջին 1-2 ամսվա ընթացքում հայաստանյան դիվանագիտական վեկտորը մեկ արևմուտքի կողմն է, հետո ակտիվ տեղաշարժով դեպի Ռուսաստան է թեքվում։ Աշխարհամասի այդ երկու բևեռներում էլ փաստաթղթեր են ստորագրվում ու ձեռքսեղմում է լինում։ Хорошие документы подготовили. Կոմպլեմենտարիզմ, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, թե տարբեր ուղղություններով լարախաղացություն, համենայն դեպս ըստ քաղաքագետ վերլուծաբանների ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այսպես կոչված արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել։ Հիմա, երբ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները վարում են ինտենսիվ բանակցություններ, քննարկվում են ոչ միայն Ուկրաինային վերաբերող տարածքային ամբողջականության հարցեր, այլ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։ Եվ Հայաստանը գերտերությունների առանցքում քաղաքական ինքնուրույն գիծ չի կարող տանել եւ ըստ քաղաքագետների չեր էլ կարող Ռուսաստանի հետ հեշտ ու հանգիստ կտրել բոլոր հարաբերությունները։ Դա անհնար է, քանի որ Ռուսաստանից կախված է հազարումի թելերով։ Ըստ քաղաքագետի Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ համաձայնեցված են Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Հայաստանի դեպի Արևմուտք թեքվելը Եվս Հայաստանը այն աստիճան է թուլացել, որ կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի անկալելի պահանջները։ Պատճառը ո՞րն է։ Այն է, որ չեն կարողացել ժամանակին ստեղծել անվտանգության ամուր համակարգ։ Մեկ այլ քաղաքագետի գնահատմամբ, եթե Հայաստանը կարողանար արևմտամետ լուրջ քաղաքականություն վարել, ինչը կապահովեր Հայաստանի անվտանգությունը, հանրությունը դժվար թե դեմ լիներ դրան։ Սակայն այն անվտանգային երաշխիքները, որոնք Արևմուտքը տրամադրում է Էստոնիային, Լատվիային, Ռումինիային եւ մի շարք այլ երկրների, Հայաստանի պարագայում դրանք պարզապես չկան։ Մենք չենք ստանում այն երաշխիքները, որոնք մեզ պետք են։ Մենք մնում ենք կախված Ռուսաստանից, այսինքն համ անընդհատ հակառուսական ռետորաբանությունով ենք զբաղված, համ էլ մնում ենք Ռուսաստանից կախված։ Մեր մոտ ոչ մեկն է ստացվում, ոչ էլ մյուսը ցավոք սրտի, եւ այսքան խոստումներից հետո մենք մնում ենք լիովին կախված Ռուսաստանից։ Իսկ Ալիև Էրդողան զույգին հաջողվում է նման բարդ իրավիճակներում բազմավեկտոր քաղաքականություն խաղալ, եւ դա ՆԱՏՕ-ի ոչ ֆորմալ անդամ Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի հետ։ Բազմավեկտորային քաղաքականություն շատ լավ ստացվում է Թուրքիայի մոտ, Ադրբեջանի մոտ, իրանցից պետք է սովորել։ Նրանք կարողանում են իշահ իրենց օգտագործել հակասությունները Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև եւ կարողանում են եւ Արևմուտքից ստանալ ինչ որ պետք է եւ Ռուսաստանից։ Քաղաքագետ Այվազյանի բնորոշմամբ, որքան էլ Ռուսաստանի Դաշնության երկրի ղեկավարի եւ արտաքին գործերի նախարարի մակարդակով հայտարարեն, թե ամեն ինչ լավ է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, այնուամենայնիվ Ադրբեջանը խորացված հակառուսական դիրքորոշման մեջ է։ Ադրբեջանը գնալով ամրացրել Թուրքիայի դիրքերը այս տարածաշրջանում, հիմա էլ խորացնում է իր հակառուսական դիրքորոշումը դաշնակցելով հակառուսական հողի վրա Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, թուրքախոս հանրապետությունների հետ։ Քաղաքագետ Այվազյանի գնահատականն է Ադրբեջանն առճակատման մեջ է մտնելու Իրանի հետ, ըստ քաղաքագետի անխուսափելի է նաև ռուս-ադրբեջանական բախումը։ Հարց է, թե Հայաստանն այդ պահին ինչ կարգավիճակում կլինի եւ կդիմանա արդյոք այդ իրավիճակում, թե ոչ։ Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման եւ շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարությունը։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ Հայաստանը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Trump Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային ճանապարհային նավթային ու գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկա մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնել է գերատեսչությունը։ Կառավարությունը հուլիսի 1-ից բնակապահովման նոր ծրագիր է նախատեսում իրականացնել Արցախից տեղահանվածների համար։ Նրանք կարող են գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում որպես բնակարանային ֆոնդի պոտենցիալ շահառու։ Սոցիալնախարարը սակայն հայտնել է, որ այս պահին պահանջված բնակարան չլինելու պատճառով հնարավոր է չկարողանան տեղահանվածներին բնակարանային ֆոնդով ապահովել։ Այդ դեպքում նրանց կտրվի վարձավճարի մասնակի փոխհատուցում 40,000 դրամի չափով 10 տարի
ժամանակով։ 10 տարվա ընթացքում կառավարությունը նրանց առաջարկելու է որևէ փուլում տեղափոխվել սոցիալական բնակարան, հրաժարվելու դեպքում քաղաքացիները կզրկվեն միջոցառումից, իսկ բոլոր նրանք, ովքեր բնակարան չեն հասցրել ձեռք բերել, որոշակի խմբերի համար աջակցության բնակվարձի ծրագիրը ևս 1 տարի կերկարաձգվի։ Վարչապետի անձնակազմը սակայն արձանագրել է, որ գործադիրի ծրագրերից ոչ բոլորն են տեղեկացված, մասնավորապես մարզերում։ Օրինակ Աբովյանում մոտ 10 հոգի խնդիրներ բարձրացրեց եւ ես հետո ձեր տեղակալից իմացա, որ 2-3 օրում լուծվել են այդ խնդիրները։ Հետևաբար հարցը առաջանում, որ մենք կարող է լավ չենք իրազեկում կամ համապատասխան կառույցները ճիշտ խորհրդատվություն չեն տալիս կամ իրենց պետք է կոչ անեն Ղարաբաղից տեղանվածները, որ պատշաճ կերպով դիմումներ ներկայացնեն եւ արագ լուծումներ ստանան։ Էլի իրազեկում, քանի տարի է մենք իրազեկման մասին խոսում ենք, չի ստացվում։ Բյուջեից փող ենք տալիս, կառույց ենք ավելացնում եւ այլն եւ չի ու այլ տեղից պետքա մարդու մոտ գնացող լինի։ Մարդու մոտ գնացող եղավ կլինի։ Հիմա այդ հարցը, որ ասում եք 3 օրում լուծվեց, ո՞նց լուծվեց։ Գնացիք մարդու մոտ։ Ադրբեջանցիները պղծել են 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը գտնվում է Արցախի Տոնաշեն բնակավայրի մոտ։ 2024-ից 25 թվականներին հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009-ի վերականգնման ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։ Սուրբ Ամենափրկիչ վանք Նապատ համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ եւ օժանդակ շենք, խաչքարերով ու արձանագրություններով։ Սուրբ Ամենափրկիչ վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ Դա արդեն որերորդ դեպքն է եկեղեցիների վնասման, ոչնչացված եկեղեցիների թիվը արդեն 7-ի հասնում է բռնազավթված Արցախի տարածքում։ Իսկ այլ գրություններ գրած եկեղեցիների պատերին կամ եկեղեցու մասնիկների վնասում, ինչպես 17-րդ դարի այս եկեղեցու հետ կապված էր, երբ որ մենք տեսանք եկեղեցու տանիքներ վնասված, եկեղեցու ներսում են որոշակի ձևախեղումներ արել։ Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։ Այս մասին հայտնի է դարձել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվել է, որ ներկրվել է 42 չվացուցակ, 35-ը արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ 3 վարչական շրջաններում է տեղադրված էլեկտրոնային չվացուցակի սարքավորումները, այս պայն, ինչպես ասեցի, 35-ն են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, ինչպես եւ խոստացել ենք, սիրելի երևանցիներ, Երևանյան կանգառներում արդեն հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք որ ցույց են տալիս, թե մեր հանրային տրանսպորտը քանի րոպեից է մասնավորապես մոտենալու հենց այդ տվյալ կանգառ։ Երևանում հատված ծառերը չեն կատարել որևէ գործառույթ, փոխարենը մայրաքաղաքի առանց այն էլ սակավ կանաչ հատվածներում տարածք են զբաղեցրել, դառնալով վնասատուների տարածման աղբյուր։ Հայտարարել է կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ի տնօրենը ի պատասխան այդ թեմայով իր ղեկավարած կառույցի քաղաքականության ընդդիմախոսների։ Ըստ Բեգոյանի, փտած ծառերը բնակչության համար ունեցել են բարձր վտանգավորության աստիճան, արմատային համակարգերը խարխլված են եղել։ Ճիշտ է սովետական միության փլուզումից հետո այդ տնտեսական ճգնաժամի տարիներին մեզ հայտնի շատ կանաչ տարածքներ հիմա մեր քաղաքացիները կարող են մտածել, բա տեսեք այստեղ կար, բայց չեք վերականգնել, օրինակ Նոր Քմարաշի երբեմնի այգիները, որքանով որ հնարավոր է եղել, մենք վերականգնել ենք։ Այնտեղ եղել է 20 հեկտարին հասնող, մենք վաճառված են եղել արդեն այդ հողերը նախկինում եւ ամբողջ շինարարության տակ, ինչը դեռ քաղաքապետարանի տիրույթում է եղել, այդ 7 հեկտար մենք նույնպես վերականգնել ենք։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ էր ցույց տալիս եւ դա կապված էր ապրանքների արտահանման հսկայական աճի հետ։ Ապրանքներն այդ, սակայն մեծամասամբ չէին արտադրվում Հայաստանում։ Ռուսական ապրանքներն էին բերվում Հայաստան, հետո արտահանվում կամ դրսից գալիս էին մեզ մոտ եւ արտահանվում երրորդ երկրներ։ Մի խոսքով, մենք տարանցիկ հաբ էինք դարձել։ Ձրի փողերի ժամանակը սակայն ավարտվում է։ Ռուսաստանը էականորեն նվազեցրել է Հայաստանի միջոցով իր ապրանքների արտահանումը։
Արտահանումը նվազել է 52.8%-ով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը։ Նախարարի ամիսներ առաջ հրապարակած տվյալները դրական դինամիկա ցավոք չեն արձանագրել։ Լույս հիմնադրամի տվյալներով արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը 48.8% է եղել։ Ուսումնասիրության համաձայն վերարտահանման, այսինքն ոչ մեր արտադրության ապրանքների ծավալները ճշգրտելու դեպքում արտահանման աճը ընդամենը 2.5 է, ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն է էականորեն նվազել։ Հիմա ոչ միայն անկում է կատարվել, այսինքն չի կտրվել այս ոսկու վերարտահանման քուչիկը, այլ նաև մեր հիմնական ապրանքների արտահանումը քննի ունի մեծագույն, կապված տարբեր խնդիրներով, նաև նրանով, որ հայկական դրամը վերջին շրջանում հանգացած օրենքներից մեկն է։ Իսկ որն է սեփական արտադրանքի արտահանման ծավալների նվազման պատճառը։ Սեփական արտադրանքը պղնձի հանքանյութն է, ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները, կենցաղային տեխնիկան եւ բջջայինները, որոնք եւս մենք իբր արտահանում ենք, ինչպես հասկանում եք, վերաարտահանվող ապրանքներ են։ Հանգամանքը, որ դրամավարկային դարաշրջանության քննորից հայկական դրամը ամրացել է, թանկացել է, եւ սա առաջինի նպաստում նրան, որ մեր արտադրությունը արդյունաբերությունը զարգանա։ Այս պահին հայկական դրամը ԱՊՀ տարածքներում ամենաարժևորվածներից է, ըստ այդմ ցանկացած ապրանք բավականին ոչ մրցունակ է դրսում։ Աշխատավարձ, էլեկտրաէներգիա եւ ապրանքի արտադրության process-ում ծախսվող ցանկացած բանի համար ձեռնարկատերը վճարում է դրամով, դրսում դոլարով այն նույն ապրանքի ինքնարժեքը արդյունքում ավելի բարձր է լինում, քան ԱՊՀ երկրներից բերվող մրցակիցներինը։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ձեռնտու է ցածր քանք ունեցող բարձր ունեցող նաև ՏՏ եւ դիտապար ոլորտների հիման վրա արտադրանք ստեղծելու։ Կառավարության հույսն այն է, որ հնարավոր ապաշրջափակման դեպքում Հայաստանից արտահանվող ապրանքների ինքնարժեքը էականորեն կնվազի, սակայն մյուս կողմից պաշտոնյաները նշում են, թե օրինակ կոնյակի արտահանման համար նպաստավոր ճանապարհը Լարսն է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանին նրա տարածքով Եվրամիություն արտահանելու, ոչինչ այս պահին մենք չունենք։ Հայկական ապրանքների գերակշիռ մասը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական նորմերին։ Այսինքն սահմանների բացման դեպքում Հայաստանից արտահանման մեծացում սպասելն առնվազն միամտություն է։ 2026-ին շուրջ 230 դպրոց ներառյալ սահմանամերձ շրջաններինը այլևս չի գործի։ Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կփակվեն ու կմիավորվեն։ Սյունիքի մարզից օրինակ 45, Շիրակից 40 դպրոց է փակվելու։ Փոխարենը կառավարությունը մինչև 2026 թվականը խոստանում էր կառուցել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, սակայն մինչև այժմ կառուցվել, նորոգվել ու շահագործման է հանձնվել 60 դպրոց միայն։ Արդյունքում ունենք փակված դպրոցներ, կրթական բազում խնդիրներ ու անորոշ ճակատագրեր։ Ճանապարհների խնդիրներ ունենք, որտեղ ձմռանը ճանապարհները երկար ժամանակ փակվում են, երբեմն լինում է, չէ՞, որ երեխան օրինակ առավոտյան վատ է զգում, կարող է 1 ժամ բաց թողել, հետո գնալ իր դասին։ Այս դեպքում նման հնարավորություն չի լինելու։ Դպրոցների փակումից հետո երեխաները ձմռան այս ցրտին ստիպված են լինելու ոտքով մի քանի կիլոմետր կտրել անցնել հարևան գյուղի դպրոց հասնելու համար։ Եղանակային պայմանների պատճառով ըստ փորձագետի լուրջ խնդիրներ են առաջանալու, այդ թվում Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում։ Տեղափոխության խնդիրը հատկապես կսրվի առաջինից 4-րդ դասարանցիների պարագայում։ Այստեղ եւս որոշակի խոստումներ է տրվել կառավարության կողմից։ Փակվող կամ միավորվող դպրոցների համար նախատեսում են հաստիկներ, ուղեկցողի եւ վարորդի։ Այդ կոնկրետ այս պայդրությամբ անհասկանալի է դրա ֆինանսական բաղադրիչ, ինչպես են ապահովելու։ Արդյոք կարող է, եթե օրինակ դպրոցը ունենա միկրոավտոբուս, հասցնի 3-4 համայնքներից երեխաներին հավաքագրի եւ ճիշտ ժամանակին, օրինակ 9:00-ին հասցնի դպրոց։ Մենք կոմունիկացիոն ցանցի խնդիրներ ունենք։ Մյուս դեպքում խնդիր է առաջանում նաև ուսուցիչների համար։ Կլինեն տնօրենների, ուսուցիչների, հաշվապահների եւ այլ հաստիկների կրճատումներ։ Այդ աշխատատեղերը կպակասեն եւ մարդիկ հակված կլինեն գնալ այն գյուղերը, որոնցում դպրոց կա, ու այսպես ինքնաբերաբար մարդիկ կսկսեն մտածել հեռանալու մասին։
Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու։ Կամաց տեղափոխվում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Եթե գյուղում երեխա չլինի, համայնքը ինչպես կապրի, հազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Փակման գործընթացը ըստ մասնագետների կարող է ունենալ շղթայական հետևանք, ու դրանք կզգացվեն ոչ միայն կրթական համակարգում, այլև սոցիալ-տնտեսական ոլորտներում, վտանգելով համայնքների կենսունակությունը։ Գյումրիում առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել։ Լալայան փողոցի տներից մեկի մոտ դեկտեմբերի 22-ին տղամարդու դի է հայտնաբերվել։ Կարճ ժամանակում իրավապահները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի 51-ամյա բնակիչ է Հովհաննես Կ. Իսկ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ Դատաբժիշկն է մարմնի վրա հայտնաբերել վնասվածքի հետքեր։ Եվ այստեղ այս տան բակում, որտեղ տեսնում եք սավանն է գցած, քանի որ սավանի տակ ամբողջությամբ առնանման հետքեր են, այստեղ հայտնաբերվել է տղամարդու մարմինը։ Մինչև իրավապահները դեպքի վայրն էին զննում, Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու Կումայրի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կասկածյալը Գյումրիից մեկնել է Լոռու մարզ։ Ու հենց Լոռու մարզում օպերատիվ խումբը հայտնաբերել է նրան, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել Շիրակի մարզի քրեական վարչություն։ Սպանությունը տաք հետքերով են բացահայտել քրեական ոստիկանները Շիրակի մարզի, համագործակցելով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրի բաժնի եւ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկների հետ։ Քաղաքացիներն են պատմել, որ մահացածն ու կասկածյալը գրեթե ամեն օր խմած են եղել, մեծ սեր ունեին խմիչքի հետ։ Դեպքի մյուս հանգամանքներն էլ պարզվում են։